Գոյամարտ սերիալում իրադարձությունները զարգանում են այնպիսի աներևակայելի և շունչը կտրող արագությամբ, որ հեռուստադիտողին պարզապես ժամանակ չի մնում շունչ քաշելու։ Այսօրվա սերիան լի է ծանր վերջնագրերով, կոտրված սրտերով և սպասվող նոր ողբերգական բացահայտումներով։ Ամենաթեժ և էմոցիոնալ բախումներից մեկը տեղի է ունենում հենց Հունանի տան դիմաց։ Վրեժով և արդարության ծարավով լցված Լեոն եկել է անձամբ իր վերջին ամենախիստ նախազգուշացումն անելու Հունանին ու Իննային։ Լարվածությունն օդում կարելի է դանակով կտրել։ Աղմուկի վրա տանից դուրս է գալիս Լեան և անում մի քայլ, որն ապշեցնում է բոլորին։ Նա արցունքն աչքերին ասում է ծնողներին, որ Լեոն իրավունք ունի ասելու այն ամենը, ինչ ուզում է, իսկ իրենք պարտավոր են լուռ ու գլխիկոր լսել նրան, քանի որ մեղավոր են այս արյունահեղության մեջ։ Հունանը չկարողանալով տանել դստեր այս արդարացի միջամտությունը ահա որ զայրանում է։ Սակայն Լեոն սառը և կտրուկ լռեցնում է աղջկան, ասելով, որ նրա խառնվելու կարիքը իրոք չկար, քանի որ ինքն այլևս չի պատրաստվում հանուն Լեայի խնայել մարդասպան Գրիշոյին։ Իննան հասկանալով իրավիճակի ողջ լրջությունը մի կերպ ներս է մտցնում զայրացած Հունանին։ Տանը նա ամուսնուն անում է մի շատ դառը, բայց ճշմարիտ խոստովանություն։ Իննան ասում է, որ Լեոյի այսօրվա պահվածքը լիովին նորմալ և արժանապատիվ տղամարդու պահվածք էր։ Նա շեշտում է, որ Սարգսյանների ընտանիքում բոլորը չէ, որ նման են անարժան Ավոյին։ Լեոն ու Դավիթն ունեն իսկական արժանապատվություն և իրար թիկունքի ամուր կանգնելու կարողություն։ Իննան ստիպում է Հունանին ընդունել, որ միակ սխալն ու մեղավորն իրենց հանցագործ որդին է, ուստի իրենք պարտավոր են հանդուրժել Լեոյի բոլոր խոսքերը։ Մինչ ծնողները տանն են, բակում ծանր ու ցավոտ խոսակցությունը շարունակում են Լեան ու Լեոն։ Նրանց սերը կանգնած է անդունդի եզրին։ Լեոն, նայելով սիրելիի աչքերին, սառնասրտորեն ասում է. Աղոթեք, որ Դավիթի հետ ոչինչ չպատահի, հակառակ դեպքում ես ձեր ամբողջ ընտանիքը կփռեմ գետնին։ Լեան դողացող ձայնով և արցունքներից խեղդվելով հարցնում է. արդյոք այդ ամբողջի մեջ մտնում է նաև ինքը։ Եվ Լեոն առանց աչք թարթելու տալիս է դրական պատասխան։ Սա իսկական հարված էր Լեայի սրտին։ Իսկ հիվանդանոցում իրադարձությունները ստանում են նոր շրջադարձ։ Դավիթ պապիկը չկարողանալով այլևս ձեռքերը ծալած նստել, շտապում է դուրս գալ հիվանդանոցից։ Մանանը կանգնեցնում է նրան և պապիկը հայտնում է իր վճռական որոշումը։ Նա գնում է ոստիկանություն, որպեսզի պաշտոնապես ցուցմունք տա Գրիշոյի դեմ։ Քիչ անց տեղի է ունենում ամենասպասված հեռախոսազրույցը։ Խուճապի մատնված թաքստոցում խեղդվող Գրիշոն զանգահարում է Մանանին, փորձելով տեղեկություն կորզել Դավիթի վիճակի մասին։ Նա փորձում է իրեն հերոս ձևացնել և սպառնում է, որ ոչնչացնելու է Լեոյին, բայց Մանանն այլևս այն միամիտ աղջիկը չէ։ Նա վստահ և կոպիտ պատասխանում է, որ եթե հարազատ եղբոր հետ որևէ բան պատահի, ապա անձամբ ինքն է ոչնչացնելու Գրիշոյին։ Հենց այդ պահին հիվանդանոց է վերադառնում Լեոն։ Նա ակնթարթորեն խլում է հեռախոսը քրոջ ձեռքից և Գրիշոյին, որպես իսկական տղամարդ, կանչում է դեմ առ դեմ հանդիպման։ Արյունալի հաշվեհարդարն անխուսափելի է։ Բայց այս սերիայի ամենաողբերգական գիծը կապված է Էռնայի հետ։ Ավոն շարունակելով իր ստոր ու շահադիտական խաղերը համոզում է Էռնային գնալ Հունանի տուն հետախուզելու, թե արդյոք Գրիշոյին ձերբակալել են, կամ արդյոք Դավիթը մահացել է։ Էռնան վախենում է, բայց Ավոն մանիպուլյացիայի է ենթարկում նրան, ասելով, որ մենակ գնալու դեպքում Հունանը նրան կընդունի։ Էռնան միամտաբար գնում է, բայց շուտով նրա հետ տեղի է ունենում մի շատ վատ, անկանխատեսելի դեպք, որի հետևանքով նա ծայրահեղ ծանր վիճակում հայտնվում է հիվանդանոցում։ Ի դեպ, ուշագրավ է մի փաստ։ Էռնայի կերպարը մարմնավորող տաղանդավոր դերասանուհի Ռուզաննա Մանուչարյանը ընդամենը մի քանի ժամ առաջ իր սոցիալական էջերում հրապարակել է նկարահանման հրապարակից կադրեր, որտեղ հստակ երևում է, որ նա պառկած է հիվանդանոցում։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում, ինչ դաժան միջադեպ է պատահել Էռնայի հետ։ Եվ արդյոք վաղկոտ Գրիշոն կներկայանա Լեոյի հետ հանդիպմանը, թե կրկին կփախչի։ Անպայման կիսվեք ձեր կարծիքներով մեկնաբանություններում, իսկ թե ինչ է իրականում պատահել Էռնային, կիմանաք
շարունակելով հետևել մեր էջին։